Ցավոք հրաշք տեղի չունեցավ։ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքից անհետացած 3-ամյա Տիգրան Հովհաննեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Արևային կայանի տարածքում տեղադրված տեսահսկման համակարգերից ստացված տեսագրությունների ուսումնասիրությունը որևէ հստակ շարժման ուղղություն ցույց չի տվել։ Այս պահին չկա տեսաձայնագրություն, որը ֆիքսում է երեխայի դուրս գալու կամ որևէ ուղղությամբ շարժվելու փաստը։ Որոնման աշխատանքները տեղափոխվել են նաև Սևանի ուղղությամբ, ընդգրկելով ջրաեզրային գոտիները, փողոցային հատվածները, անտառապատ տարածքները և գյուղի հարակից բարձունքները։ Ըստ տեղական իշխանությունների, ուսումնասիրության են ենթարկվում ինչպես բնական ռելիեֆային վայրերը, այնպես էլ հնարավոր միջանցքները, որտեղով փոքրիկը կարող էր անցնել առանց տեսախցիկների տեսադաշտ ընկնելու։ Ներգրաված են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, փրկարար ծառայության, պաշտպանության նախարարության ստորաբաժանումների անձնակազմերը, ինչպես նաև կամավորական խմբեր և տեղացիներ։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, ջրանավեր, ամենագնացներ, ինչպես նաև ծառայողական շներ։ Աշխատանքներն իրականացվում են մի քանի շղթայաձև ուղղություններով, շրջափակման և փուլային ստուգման մեթոդով։ Այս պահին որոնումները կենտրոնացած են Սևանալճի ափամերձ տարածքներում, Ծափաթաղի հարակից անտառներում, Ճամբարակ-Սևան միջավայրի հսկվող հատվածներում, մերձակա գյուղական ճանապարհներին ու անցուղիներին։ Քննչական մարմինները շարունակում են աշխատել միաժամանակ երկու ուղղություններով՝ տեղանքի ուսումնասիրություն և տեղեկությունների ստուգում ընտանիքից ու հարակից անձանցից։ Ընտանիքի անդամները գտնվում են իրավապահների հետ համագործակցության գործընթացում, նրանցից վերցվել են անհրաժեշտ բացատրություններ։ Հասարակության շրջանում շրջանառվող ենթադրությունները պաշտոնապես չեն հաստատվել։ Օրենքով սահմանված կարգով քննությունն այս փուլում չի հրապարակում հնարավոր վարկածների մասին հավելյալ տեղեկություններ, որպեսզի չխոչընդոտվեն որոնողական և քննիչ գործողությունները։ Այս պահի դրությամբ սահմանված տարածքում որևէ նյութական հետք, օբյեկտ կամ վկայի ցուցմունք, որը կհուշի երեխայի գտնվելու վայրը կամ շարժման ուղղությունը, չի հայտնաբերվել։ Աշխատանքները շարունակվում են անընդմեջ ռեժիմով։ Այս փուլում գործարկվում է տարածքի ամբողջական քարտեզագրություն և կրկնակի մոնիթորինգ աշխատանքները տեղափոխվել են մի քանի նոր հատված, որոնցից յուրաքանչյուրն ուսումնասիրվում է առանձին ստորաբաժանումների կողմից։ Հատուկ ուշադրություն է դարձվում այն գոտիներին, որոնք ունեն բարդ ռելիեֆ, սահմանափակ տեսանելիություն կամ ուղղակի անցումներ։ Տեսանկարահանումների ուսումնասիրությունները շարունակվում են, ներառելով ոչ միայն արևային կայանների տեսախցիկները, այլ գյուղի հնարավոր այլ աղբյուրներ, մասնավոր տեսահսկման համակարգեր, ավտոմեքենաների տեսախցիկներ, ինչպես նաև հարակից ճանապարհների վերահսկողության տեսագրությունները, եթե այդպիսիք առկա են։ Քննչական խմբերը շարունակում են հարցաքննություններն ու տվյալների հավաքագրումը, ուսումնասիրվում են ընտանիքի և հարազատների հաղորդումները, գրանցվում են բնակիչների դիտարկումները, ստուգվում են բոլոր տեղեկություններն անկախ հավանականության աստիճանից, ընտանիքից ստացված տվյալները համադրվում են տեխնիկական միջոցների արձանագրությունների հետ։ Դեպքի ուսումնասիրման շրջանակում դիտարկվում են գրեթե բոլոր տրամաբանական վարկածները, այդ թվում ինքնուրույն հեռանալու տարբերակ, տեղանքում մոլորվելու տարբերակ, արտաքին միջամտության հնարավորությունը։ Որևէ վարկած այս պահի դրությամբ ոչ հաստատվում է, ոչ բացառվում։ Հասարակության շրջանում հնչող ենթադրությունների և սոցիալական հարթակներում շրջանառվող մեկնաբանությունների վերաբերյալ իրավապահները կրկին շեշտում են, որ տեղեկատվական դաշտի անհիմն ակտիվությունը կարող է խոչընդոտել քննությանը։ Աշխատանքները շարունակվում են միայն պաշտոնական արձանագրությունների հիման վրա։ Ուշադրություն է դարձվում նաև եղանակային գործոններին, քանի որ տեղանքի ջերմաստիճանը և խոնավությունը կարող են ազդեցություն ունենալ ինչպես որոնման ընթացքի վրա, այնպես էլ հայտնաբերման հնարավոր նշանների վրա։ Այդ պատճառով կիրառվում են հատուկ սարքեր գիշերային դիտարկման և ջերմային ֆիքսացիայի համար։ Հաջորդ փուլում նախատեսվում է կատարել կրկնակի ստուգում արդեն ուսումնասիրված գոտիներում, ընդլայնել որոնման շառավիղը, շարունակել տեխնիկական տվյալների վերլուծությունը, պահպանել մշտական կապ տեղական բնակիչների և կամավորականների հետ։ Մինչև տվյալ պահը որևէ նոր կոնկրետ հետք կամ նյութական ապացույց չի հայտնաբերվել։
է։